Իրելիներս բոլորիդ օրը բարի լույս լինի, արթնացել եմ, հավաքել եմ մի քիչ տները, մի բաժակ սուրճ խմենք ու լավաշ եմ առել, պետքա կտրտեմ սառնարանում, սառցախցիկում դասավորեմ, հաճախորդ ունեմ, պետքա գալ, վազքի մեքենան արդեն հասցրել եմ միացնեմ, տնային գործեր, սպասում եմ հաճախորդից, որ իրան ճանապարհեմ, հետո նոր անձնական գործերով զբաղվեմ, բոլորիդ լավ բարի օր ու լույս եմ մաղթում ու շարունակում եմ առօրյաս, բայց ես հետ կկիսվեմ իմ վլոգով, որը նախորոք արդեն պատրաստել էի ձեր համար, սա ուղղակի որպես նախաբան, բոլորիդ բարի առավոտ եմ մաղթում, Ленушечка, քո նվիրած բաժակով սուրճ եմ խմում, սիրելիս. Я же говорю, что у меня самые лучшие клиенты. Կոնֆետներդ արդեն բացել ենք, Լենա ջան, տեսել ես, նա տեսեք ինչ նվեր եմ ստացել ժողովուրդ. Սիրելիներս, կիսվում եմ իմ գեղեցիկ օրով, քանի որ ես ունեմ շատ լավ եւ որակով հաճախորդներ, ինչպես ասում են, իրենք ինձ են սիրում, ես էլ իրանց եմ չափից շատ սիրում, ահա այսպիսի գեղեցիկ նվեր եմ ստացել եւ ուղղակի ուզեցի կիսվել ձեզ հետ, ինչ ասեմ սիրելիներս, օրս սկսել եմ մի քիչ աշխատանքով, հոգնած եմ, բայց պետք է շարունակել օրը, պետք է դեռ գնամ, մթերք առնեմ, որ բերեմ հացմած սարքեմ գիշերվա կեսին վաղվա համար, որովհետև վաղը ես աշխատանքի եմ եւ երեխաները պետք է ամեն դեպքում ուտելիք ունենան։ Երեկոյան գնացել եմ աղջկաս գործից տուն բերելու, քանի որ սա իմ ազատ օրն էր, ուզեցի ես գնամ իրեն հետևից, որովհետև վաղուց միասին ինչ որ միտեղ չէինք մտել կամ նստել, միասին գնացինք սրճելու կողքի Տարգովի ցենտրում ու միասին էլ մի քիչ քայլեցինք խանութներում եւ իհարկե մի քիչ հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք սովորականից ավելի հետաքրքիր քան միշտ է լինում եւ եկանք տուն, քանի որ բոլորս էլ հաջորդ օրը գործ էինք, աշխատանքի էինք, պետք էր որ օրվա հաճույքները մի քիչ շուտ ավարտեինք ամեն դեպքում, մի խոսքով այսպես մեր օրը авարտվեց, հաջորդ օրը ես արդեն աշխատանքի եմ, դիտեք շարունակությունը, հետաքրքիր տեսանյութ է եւ կմեկնաբանեք իհարկե. У нас дома новый гость. Что ты так смотришь? Смотри, какой кролик красивый. Смотри. Что, хочешь подружиться? Хочешь поиграть с ним? Давай сюда достанем немножко, посмотреть все хотя бы друг на друга. Только не царапайте друг друга, хорошо? Не царапай. Он хороший. Он же она. И ты хороший. Она холосая, и ты хороший. Поиграй с ним. Давай, играй. Что ты хочешь? Поиграй, поиграй. Դե իսկ հիմա բարի լույս ասեմ արդեն բոլորիդ, ես գնում եմ աշխատանքի, սա իմ ամենօրյա ճանապարհն է, տեսեք ինչ գեղեցիկ եղանակ է, քանի որ տեսանյութս մի քանի օր առաջ է պատրաստ եղել եւ իհարկե այսօր մեր մոդյուն էր եկել, բայց ամենայն դեպս ես համառորեն որոշեցի, որ այս տեսանյութը միևնույնն է պետք է տեղադրեմ, որովհետեւ արդեն վաղուց է նկարահանված եւ ուզում էի հենց այս տեսանյութով կիսվել ձեզ հետ։ Այսպես գեղեցիկ լավ տրամադրությունով գնում եմ աշխատանքի, մի քիչ աշխատանքային process եւ իհարկե արդեն երեկոյան գալիս եմ տուն եւ ինչ եմ ուզում այսօր առնեմ, հա, երեկոյան գնամ խանութ, մտքովս անցել էր, որ մի քիչ բամիա առնեմ։ Բամիան մեր մոտ վաճառում են միայն եւ միայն մեր շենքում մի հատ խանութ կա, այդ խանութում սառեցրած վիճակում ու շատ գեղեցիկ կանաչ տեսք ունի, որ բացում ես ոնց որ թարմ պոկած լինի, ուզում եմ դրանով պատրաստեմ աջափսանդալ ու աշխատանքի վայրից աղջիկներին էլ եմ խոստացել, որ կտանեմ կփորձեն, ահա ես հասել եմ տուն, արդեն այդ խանութի մոտ եմ եւ մտնում եմ խանութ, գնանք մանգալով, մինչեւ տեսնենք որտեղ ենք հասնում, որտեղ ենք գտնում բամիա կա, արդյոք թե ոչ, երևի թե կգտնենք, հույս ունեմ, որ կգտնենք։ Հիմա դիտեք շարունակությունը եւ կմեկնաբանեմ
Ինչպես հասկացաք, ես արդեն տանն եմ եւ ահա ուզում եմ որ պատրաստել իմ ճաշատեսակը, ինչ որ որոշել էի։ Ուրեմն սոխը ես միշտ աղում եմ, որովհետեւ իմ ընտանիքի անդամները սոխը ճաշի մեջ չտեսնեն չեն սիրում, իսկ աղացած վիճակում միշտ եփվում է եւ հալվում է, չի երևում։ Եվ իհարկե կաթսայի մեջ ավելացնում եմ ձիթապտուղի յուղ, անպայման սոխը, շատ արագ է այս ամենը կատարվում, որովհետև ես չեմ տապակում ամեն ինչը, ինչ եմ գնել եմ բամյա, կանաչ լոբի սառեցված եւ գնել եմ լեչո, պամիդոր եւ սոխ միասին կտրտված, թարմ վիճակում սառեցված։ Հիմա այս ամենը հերթականությամբ կբացենք, բայց մինչև այդ մի հատիկ մի պճեղ այսպես կոչված, սխտոր կգցենք, սխտորը Հայաստանից է, իմիջայլոց հայկական է, օրեղբորս կնոջ տված սխտորներից է, կիսուր մայրիկն էլ է տվել, մի խոսքով մաքրել եմ ու դասեխցիկ եմ տեղափոխել, քիչ անում եմ, օգտագործում եմ, լոբին այս բացել եմ, լվացել եմ սառը ջրով, դրա համար էր այդպես կպած իրարից, մի քիչ կարտոֆիլ, մի հատիկ սմբուկ եմ ավելացրել եւ մի հատիկ էլ ավելացրել եմ կաբաչկան հայերեն չգիտեմ ոնց եք ասում, դդմիկ կոչվում կարծեմ, մի խոսքով ինչ որ այա, բայց տեսեք ինչ պատիժ եմ գնել ինձ համար, բամյան միշտ գնում եմ եւ շատ թարմ, գեղեցիկ կանաչ տեսք է ունենում, նայեք ինչպիսին է, ահա որ վիճակ, 2 պաչկա բացեցի, արդեն փափելի է, ոնց որ մարինատ արած, թթու դրած բամյա լինի, տեսնում եք որ շատ հին է, մի քանի անգամ հալեցրած, սառեցրած, բայց ես շատ հաճախակի գնել եմ եւ ինքը շատ թարմ է եղել։ Մի խոսքով 3-րդ տուփը թողեցի եւ միայն այդ պահին ֆայմեցի։ Ժամկետը ստուգեցի, տեսնեմ եւ 24 թվականին ժամկետը ավարտվել է արդեն, ուղղակի ամոթ է մեր այս խանութի աշխատողներին, որ նման մթերք ունեն դեռ այդտեղ թողած, աղը օգտագործում եմ Հիմալայսկի ռոզովի սոլ, վարդագույն աղ, ինքը շատ մաքուր աղ է եւ դիետիկ է համարվում, պրավիլնի պիտանյայի պատկանող աղ է, մի խոսքով։ Այդպես տեսակ, որ բանջարեղենները դասավորեցի, աղ լցրեցի, ջուրը ավելացնում եմ միայն 1 բաժակ ու մի քիչ էլ ավելացրեցի, մի բաժակ ու կես ջուր ավելացրեցի, ոչ ավել։ Հիմա աղը տեղափոխենք, ահա այս գեղեցիկ մեր հայկական նուրիկով ամանը, որոնք ես շատ եմ սիրում, երկու հատ ունեմ, երկուսն էլ աղամանի դեր են տանում։ Մի խոսքով հիմա ինձ ասեք տեսնեմ ինչպես վարվեմ այս բամյաների հետ։ Ճաշս ես պատրաստեցի առանց բամյայի, բայց բամյայով շատ համեղ էր լինում եւ իհարկե նման սյուրպրիզ ստացա, քանի որ ժամկետին չէի նայել ու առհասարակ պետք է միշտ ժամկետները ստուգենք մի բան գնելուց, ես չէի ստուգել։ Դա իմ սխալն էր, հիմա ասեք տեսնեմ։ Լավաշները ստեղադրել եմ արդեն, ընտրեմ, սառել են, բայց կապ չունի, անում ենք, դնում ենք սառնարանում երեկոյան և օգտագործում ենք, այստեղ շատ կա, տարբեր պոլկաներում դասավորել եմ, տեղավորում ենք սառցախցիկում, հետո տեղափոխում ենք սառնարան, որից հետո հանում ենք ու միկրովոլնովկայով տաքացնում ենք և օգտագործում ենք ամբողջովին և ահա այսօր ձյուն է եկել։ Այսօր շատ վատ էի, ճշումը շատ բարձր էր, ես այսօր գործի չեմ գնացել, մնացել եմ տանը սիրելիներս, այսպիսով մի խոսքով տանն եմ մնացել ու հույս ունենամ շատ դեղեր եմ խմել, վաղը լավ կլինի, հա այսպիսի տեսարանով էլ ուզում եմ այս տեսանյութը այսօր ավարտել։ Այնտեղ մարտի 8-ից հետո մարտի 9-ի նկարներ էին, որովհետև ես մարտի 8-ին աշխատանքի չեմ գնացել, Հասմիկը ասեց մամա, ու այդ օրը ես շատ ուժեղ աշխատանքից ուշանում էի, Հասմիկը ասեց մամա, կանգնի մի հատ քեզ նկարեմ, շատ նարյադնի ես, ինչպես միշտ երեխաները իրենց մայրիկներին ինչ թե ուզում լինի, շատ են սիրում, այդ օրվանից ուղղակի հիշատակ թողեցի, իսկ այստեղ ահա խոստացվածս կադրերն են, որոնք խոստացել էի, որ Կրասնասելսկի շրջանից տեսանյութեր ունեմ, անպայման տեղադրեմ նայեք, ես չեմ հիշում ով էր անցած անգամ ուղիղ եթերում, որ ասեց
Արծվաշեն գյուղից եմ, խոստացել էի, որ կադրեր կտեղադրեմ, կարող եք ահա այս վլոգի շարունակությունը դիտել եւ գոնե ձեր Կրասնասելսկի շրջանը տեսնել, հա, Արծվաշեն գյուղում ես ոչ մի անգամ չեմ եղել, հիմա էլ առավել եւս չեմ կարող լինել, որովհետեւ արդեն նա համարվում է Ադրբեջանի հողատարածք, այսպես կոչված, հանձնված է այդ, ինչ որ փոխանակում է արված ժամանակի ընթացքում, ես չգիտեմ ով, ինչպես եւ երբ, իզուր տվյալներ չեմ կարող տալ։ Մի խոսքով սիրելիներս, այսպես փոքրիկ տեսանյութ ուզեցի թողնեմ ձեզ այսպիսի փոքրիկ վլոգ եւ բոլորիդ բարի օր մաղթել, լավ օր մաղթել, երեկոյան հրավիրում եմ բոլորիդ ուղիղ եթերի, արդեն գրել եմ, տեղադրել եմ, ժամը 9-ին Հայաստանի ժամով կսպասեմ բոլորիդ իմ եթերում, բոլորիդ շատ սիրում եւ հարգում եմ, խնդրում եմ լայքեք, խնդրում եմ գրանցվեք իմեջին, տեսանելիությունը շատ ընկել է իմեջի, խնդրում եմ հնարավորին չափով տեսանյութերը տարածեք, որպեսզի բոլորն էլ կարողանան դիտել, տեսնել, աշխատում եմ անընդհատ ձեզ գեղեցիկ տեսարաններով, գեղեցիկ տեսանյութերով միշտ բավարարած լինեմ, որպեսզի հնարավորին չափով հետաքրքիր լինի իմ վլոգը դիտելը, նյութերի հետաքրքրությունը միշտ տեղը լինի, մի մոռացեք լայքեք, որովհետև էջս այդպես առաջ կգնա եւ չմոռանաք անպայման մեկնաբանել, արդյոք դուք ինչպես կվարվեիք այդ ժամկետանց պրոդուկտների հետ, կտանեիք, հետ կտայիք, թե կթողնեիք տանը։ Հիմա ես չեկը կորցրել եմ, այդ պահին էլ ես ոչ մի բան իրանց չեմ ասել, սխալը ես եմ, չեմ նայել, հա, այսպես ասած ժամկետին, բայց ամեն դեպքում մեծ սիրով կտանեի, կշպրտեի իրենց կասիրի առաջ ու կասեի բացի դու կեր տեսնեմ կուտես, թե չէ նման փչացած մթերքը, ամենայն դեպս դաստիարակությունս թույլ չի տալիս, ես չգնացի, չտարա եւ դա շատ սխալ էր, բայց երրորդ տուփը ամեն դեպքում մնում է, ուղղակի ամոթանք եմ տալիս մեր այդ խանութի տերերին, ուրիշ ոչ մի բան, թող իրենց խղճով ապրեն, խիղճ ունենան, խղճով վաճառեն, իսկ մենք էլ անպայման պետք է չմոռանանք մեր բոլոր գնումների ժամկետները նայենք, որպեսզի նման անկարգ վիճակներում չգտնվենք, այսպես ասած, չհայտնվենք։ Ինչ ասեմ սիրելիներս, տեսարանն այնքան գեղեցիկ է, որ չգիտեմ, համ մեկնաբանություն եմ անում այսպես, համ ուղղակի հիանում եմ մեր հայրենիքի գեղեցկությունով, մեր ամառային այդ գեղեցիկ տեսարանով եւ նույնիսկ չեմ ուզում, որ աչք կտրեմ, շատ եմ կարոտել հայրենիքս, շատ եմ կարոտում Հայաստանս եւ շատ եմ սիրում հայրենիքս, միայն թե էլի խնդրում եմ ձեր նման չգրեք, այն որ մի քանի հետևորդ ունեի, որ սկզբում միշտ գրում էին, սիրում եք, ինչու եք թողել գնացել, սիրում եք, հետ եկեք ստեղ ապրեք, այդ կարգի կոմենտներ մի գրեք, մեր սիրտը առանց այդ էլ թուլացած է, քանի որ հեռվից ենք նայում մեր հայրենիքին ու մեր քաղցր անուշ Հայաստանին։ Դե առայժմ սիրելիներս դիտեք շարունակությունը, տեսեք կմեկնաբանեք, արդյոք պատկերացրեցիք, հասկացաք, իմացաք որտեղ են այս Հայաստանի որ տարածքներն են, ինչ ճանապարհ եմ նկարահանել, ինձ հետաքրքիր կլինի ով գուշակեց եւ ինչ պատկերացրեցիք, ում համար հոգեհարազատ ինչ որ բան կար, ով ինչ տեսավ։ Այսքանը սիրելիներս լավ մնացեք եւ իհարկե որ առողջ եղեք ու բոլորիս խաղաղություն եմ մաղթում։ Մնացած ամեն ինչը ամեն մարդ իրեն ուժերի չափով ստեղծում է։ Բերեք չդժգոհենք մեր կյանքից, բերեք չդժգոհենք մեր ուրախ եւ տխուր օրերից, քանի որ եւ ուրախությունները եւ դժբախտությունները ամեն դեպքում ամրացնում են մեր հոգեկան աշխարհը եւ մեզ։ Ինչ ասեմ սիրելիներս, լավ եղեք առայժմ։ Նոր եկողներին էլ միշտ ասում եմ բարի գալուստ իմ YouTube-յան փոքրիկ ընտանիք, համեցեք։